Մայրաթոր Սուրբ Էջմիածնից եւ Արագածոտնի թեմից ավելի քան 8 եկեղեցականի, ոչ միայն քահանաների, այլև բարձրաստիճան հոգեվորականների կանչել են քննչական կոմիտե, հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։ Նրա խոսքով հոգեվորականներին քննչական են կանչել Նաթան Սրբազանին առնչվող ձայնագրության հետ կապված քրեական վարույթի շրջանակում։ Փաստաբանը նշել է, հոգեվորականները վկայի կարգավիճակ ունեն։ Քանի ամիս առաջ եմ հրապարակել։ Հայաստանի վարչապետը բացատրել է, թե ինչու է արցախյան բանակցությունների փաստաթղթերը պատրաստվում հրապարակել տարեվերջին, ոչ թե ավելի շուտ։ Նիկոլ Փաշինյանի խոսքով իր կառավարությունը կսպասի մինչև պաշտոնապես լուծարվի ԵԱԿ Միսկի խումբը։ Փաթեթի տերը մենակ մենք չենք։ Ենթադրվում է, որ տարվա վերջ միջև դե յուրե ԵԱԿ Միսկի խումբը կլուծարվի եւ այդտեղ այդ բարոյական եւ քաղաքական արգելքը կվերանա, այսինքն այդ սուբյեկտը չի լինի եւ մենք ազատ կլինենք այդ թղթերը հրապարակել։ Վարչապետ Փաշինյանը անդրադարձել է նաեւ Սերժ Սարգսյանի նամակին, որը խոստացել էր հրապարակել։ Արդեն հրահանգ է տվել սկսել այդ նամակի գաղտնազերծման գործընթացը։ Փաշինյանի խոսքերով նամակը ուղղված է մեկ այլ երկրի ղեկավարի։ Ես այդ նամակի մասին Հայաստանը քաղաքական նկատառումներից ելնելով ցանկանում է ազատվել Մոսկվայից, աջակցել Ուկրաինային հացահատիկի մի մասը նրանից ձեռք բերելու համար, հայտնել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը։ Կառույցը հիշեցրել է, որ Հայաստանը տարիներ շարունակ հացահատիկ է գնել Ռուսաստանից ու այժմ մեջբերում հայերը, ինչպես ասում են, ցանկանում են կտրվել Մոսկվայից եւ աջակցել Ուկրաինային։ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը ռուսական հացահատիկից հրաժարվելու Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագրերը համարել է Երևանի համբույրը Մոսկվային, որը նման է Հուդայի համբույրին։ Հայաստանի կառավարության վերցրած միլիարդավոր դոլարների պարտքերը նպաստում են հայաստանցիների հարստանալուն, բարեկեցություն ընդլայնելուն, հավատացրել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Նա այսօր մեղադրել է ընդդիմությանը, որ երբ ասելիք չեն ունենում, խոսում են պետական պարտքի կառավարելիության մասին։ Ֆինանսների նախարարը վստահ է, որ Հայաստանի պարտքային քաղաքականությունը կայուն է, կանխատեսելի եւ պատասխանատու։ Եթե մարդը պարտք է վերցնում նոր բիզնես հիմնելու, եղած բիզնեսը ընդլայնելու, նոր պահանջված մասնագիտություն սովորելու կամ նույնիսկ հոգնածությունը հաղթահարելու նպատակով հանգստի մեկնելու համար, ապա կարելի է ենթադրել, որ ապագայում նրա եկամտային հնարավորությունների աճի հավանականությունը ավելի մեծ է, քան եթե պարտքով փող է վերցնում մեկ այլ պարտք մարելու, նոր տարին տոնելու կամ ցանկացած այլ ծախսի համար։ Նախարարի խոսքով 2018 թվականից հետո Հայաստանի պետական պարտքը ավելացել է 80%-ով, բայց եթե իշխանությունը որոշի 1.5 տարում փակել այդ պարտքը, ստիպված կլինի բոլոր մյուս ծախսերը 58%-ով կրճատել, օրինակ պաշտպանության ծախսերը 429 միլիարդ դրամով, իսկ կրթության ծախսերը 178 միլիարդ դրամով։ Նախարարի բառերով, այսօր գոյություն ունեցող պետական պարտքը մեջբերում բազմակի անգամ ավելի որակյալ եւ կայուն է, քան այն պարտքը, որ կար մինչեւ 2018-ի իշխանափոխությունը։ Երևանի երթուղայինի 31-ամյա ուղևորը վիճաբանել է 50 համարի ավտոբուսի վարորդի հետ, հարվածել, սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել նրա հասցեին ու փորձել փոխել ղեկի ուղղությունը, վթարային իրավիճակ ստեղծելով փողոցում երթևեկող մյուս վարորդների համար, դեպքի փաստով քննություն է սկսվել։ Ազգային ժողովի նախկին падգամավոր Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, հայտնել է քննչական կոմիտեն։ Նրան մեղադրում են մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու եւ փողերի լվացման համար։ Հայաստանի Հանրապետության եւ Դանիայի արտգործնախարարները փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։ Հուշագրով կարևորվում է Հայաստան-Դանիա եւ Հայաստան-Եվրոպական միություն գործընկերությունների հետագա խորացումը։ Երկու երկրները կշարունակեն ջանքերը ուղղված Հայաստանի Եվրամիության չափանիշներին աստիճանական մոտարկմանը, նրա իշխանության եւ դիմադրողականության ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, հայտնել է մեր արտգործնախարարությունը։ Ռուսական անվտանգության դաշտային ծառայությունը կանխել է Ուկրաինայի եւ Բրիտանիայի հատուկ ծառայությունների մշակած լայնածավալ գործողությունը, որի նպատակն էր առևանգել ռուսական MiG-31 կործանիչը կինժալ գերձայնային հրթիռով։ Ըստ ռուսական կողմի առևանգված ինքնաթիռը պետք է օգտագործվեր Ռումինիայում ՆԱՏՕ-ի ռազմաբազայի դեմ սադրանք իրականացնելու համար։ Ուկրաինայի ռազմական հետախուզությունը փորձել է հավաքագրել ռուս օդաչուների, խոստանալով նրանց մինչև $3 միլիոն։ Նշվում է, որ սկզբնական առաջարկը կազմել է $1 միլիոն, միայն
ինքնաթիռի առևանգման համար, սակայն գումարը հասցվել է 3 միլիոնի կինժալ հրթիռով փոխանցելու դեպքում։ Գործողության համակարգողները ռուս օդաչուներին գայթակղելու համար առաջարկել են ոչ միայն խոշոր գումար, այլև արևմտյան երկրներից մեկի քաղաքացիություն։ Վստահություն շահելու համար նրանց ցուցադրվել են հսկայական դրամակապոցների տեսանյութեր։ Ենթադրվում է, որ Ռումինիայում դաշինքի հակաօդային պաշտպանության համակարգերն ինքնաթիռը կխոցեին, ինչը կհանգեցներ միջազգային ռազմական սկանդալի։ Ռուսաստանը ներկայացրել է առաջին մարդանման ռոբոտը, որը օժտված է արհեստական բանականությամբ։ Idol անունով ռոբոտը կարող է արտահայտել հույզեր եւ աշխատել ամբողջությամբ օֆլայն ռեժիմով առանց ինտերնետային կապի անհրաժեշտության։ Ռոբոտի պաշտոնական ներկայացման ընթացքում Idol-ը դանդաղ դուրս է եկել բեմ, երկու մարդու ուղեկցությամբ փորձել է ձեռքով անել հանդիսատեսին, սակայն անսպասելիորեն կորցրել է հավասարակշռությունը, թեքվել ու ընկել։ Ներկայացումն անմիջապես դադարեցվել է եւ ռոբոտը հեռացվել է դահլիճից։